Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 2, որովհետև մարմնավոր բնույթը հոգուն հակառակ է ցանկանում, հոգին էլ մարմնավորին, Գաղատացիներին 5:17։ Յուրաքանչյուր հավատացյալի սրտում անընդհատ պայքար է ընթանում հին և նոր բնույթի միջև։ Հին բնույթը բավականին ակտիվ է և օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի իր մահաբեր զենքը կիրառի նորածին շնորհքի հանդեպ։ Մյուս կողմից նոր բնույթն անդադար հսկողություն է իրականացնում թշնամու հանդեպ, որպեսզի դիմագրավի և ոչնչացնի նրան։ Շնորհքը կենտրոնացնում է աղոթքը, հավատը, հույսը ու սերը, որպեսզի մեր միջից վտարի ամեն չար բան։ Նա հագնում է Աստծո սպառազինությունը և անողոք մարտի են բռնվում հին բնույթի հետ։ Քանի մենք գոյություն ունենք այս աշխարհում, այս երկու հակամարտող բնույթները միմյանց միջև միշտ անհաշտ պայքար են մղելու։ Քրիստոնյայի մարդը Ապոլոնի հետ տևեց 3 ժամ, իսկ քրիստոնյայի մարդն ինքն իր հետ ողջ ճանապարհի ընթացքում, նրա տան դռնակից մինչև Հորդանան գետը։ Թշնամին այնքան ամուր է հաստատել իր դիրքերը մեզանում, որ քանի դեռ մենք մարմնի մեջ ենք, նրան այնտեղից վտարել գործնականորեն հնարավոր չէ։ Թեև նա հաճախ հարձակվում է մեզ վրա ստիպելով մարտի մեջ մտնել, մենք ունենք հզոր օգնական՝ Հիսուսին, մեր փրկության առաջնորդին, որը միշտ մեզ հետ է և ում հետ ամեն բան անփոփոխ հաղթահարում ենք։ Նման աջակցություն ստանալով նորածին բնույթը հաջողությամբ դիմակայում է թշնամուն։ Ինչպիսի հակառակորդի դեմ ես մարտնչում դու այսօր։ Արդյոք քո դեմ պատերազմի չեն եկել ողջ աշխարհը, սատանան ու մարմինը։ Մի վախեցիր և մի ընկճվիր։ Շարունակիր պայքարել, քանի դեռ քեզ հետ է Աստված։ Եհովա Նիսին քո դրոշակն է, իսկ բժշկող Եհովան քո վերքերի բժշկությունն է։ Մի վախեցիր, դու ամեն ինչ կհաղթահարես, քանի որ ոչ ոք չի կարող հաղթել ամենակարողությանը։ Մարտնչիր, հայացքդ Հիսուսին սևեռելով, ու թեև մարտը շարունակական է և դաժան, ուրախալի կլինի հաղթանակը և փառավոր խոստացված մրցանակը։ Տերը քեզ ուժ կտա, թե հարկավոր է։ Պայքարիր, աղոթիր ու խիզախիր, քաջաբար դիմավորիր չարի ուժերին ու արիաբար դու հաղթանակիր։